Նիկոլ Փաշինյանը փաստորեն խոսեց սահմանադրության նախաբանից հռչակագիրը հանելու մասին, ուղիղ ասաց, որ այդ հռչակագիրը պետք է հանվի։ Ընդդիմությունը ասում է սա արտաքին օրակարգ է եւ այլն, բայց Նիկոլ Փաշինյանը սա բացատրում է ներքին խնդիրներով, ասում է հանրաքվեները բոլորը կեղծված են եղել եւ սրա համար պետք է նոր սահմանադրություն ունենանք։ Իլհամ Ալիևը հայտարարել Նիկոլ Փաշինյանը ամիսներ անց սովորության համաձայն պարզապես կրկնում է այդ հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու որ մի առօրյա խնդրին է խանգարել անկախության հռչակագրի հղումը սահմանադրության նախաբանում, դա եմ ուզում հասկանալ։ Այդ ինչ խնդիրներ է առաջացրել այդ անկախության հռչակագիրը։ Անկախության հռչակագիրը խնդիր է եղել Թուրքիայի համար, որտեղ այնտեղ կա Արևմտյան Հայաստանում տեղ ունեցած ցեղասպանության միջազգային ճանաչման հետամուտ լինելու կետ, եւ խնդիր է եղել Ադրբեջանի համար, որտեղ այնտեղ կա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սատար կանգնելու կետ։ Այդ երկու սուբյեկտից բացի անկախության հռչակագիրը ոչ միայն որևէ մեկի համար խնդիր չի եղել, այլ դա մեր ծննդյան վկայականն է։ Կա մարդ, ում ծննդյան վկայականում գրանցված փաստական տվյալները խնդիր են իր կյանքի համար առաջացրել։ Չէ, ուղղակի կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի ծրագրերի ռեբրանդինգ իրականացնողն է Հայաստանում, հայկական ֆիլիալն է, փաստաբանի դերը ստանձնացնա։ Հիմա Ալիևը պահանջել է մի կերպ պիտի բացատրի, չէ, բայց ինչ պիտի ասել, չէ՞ գալու ասել։ Իլհամ Ալիևը գիտեք, պահանջել է ինձ, ասել է նոր սահմանադրություն պիտի ունենաս։ Ես էլ դե պահանջը պիտի իրականացնեմ։ Պիտի դա փաթեթավորի, որ զարգացման համար դա է խանգարում, ընդհանրապես 21-րդ դարում սահմանադրությունները հիմնականում փոխվել են արտաքին օկուպացիայի կամ արտաքին ճնշման պայմաններում։ Իրաք, Աղվանստան, այդ դեպքերը մենք ունենք։ Ինչ նոր սահմանադրություն, դա եմ ուզում հասկանամ։ Մինչև այս մենք խոսել ենք սահմանադրական բարեփոխումների մասին, տարբեր փոփոխությունների։ Գիտեք ինչու է նոր սահմանադրություն տերմին օգտագործում, որովհետև որևէ հանրաքվե չի կարող անկախության հռչակագիրը կամ նախաբանը փոփոխել սահմանադրության մեջ։ Դրա համար Ալիևը ասում է նոր սահմանադրություն ինքնիշխան Նիկոլ Փաշինյանը ճակերտների մեջ ինքնիշխանը ասում է նոր սահմանադրություն պիտի ունենանք։ Այստեղ այնքան պարզ է այս կատարվողը, որ չգիտեմ ավելորդ, այսինքն դա իմ կարծիքը չի, դա փաստագրված մարդիկ կարող են գնալ տեսնել ով է առաջինը խոսել, նրանց որ Հայաստանը պիտի ընդունի նոր սահմանադրություն, ինչ պահանջ է հնչեցվել այդտեղ, բառացի Նիկոլ Փաշինյանը երեք կրկնել է դա, այսինքն կրկնում եմ, բանակցություններում մենք տեսնում ենք Ադրբեջանի պահանջները բավարարելու գործընթաց, մենք չենք տեսնում բանակցություններ կամ փոխզիջումներ։ Հիմա տեսեք, ասում է շատ լավ, մենք առաջարկում ենք, բայց որոշողը ժողովուրդն է։ Այս դեպքում ո՞րն է խնդիրը։ Ժողովուրդը ուղղակի չի գնա հանրաքվեի կամ կգնա դեմ կքվեարկի այս օրակարգին։ Ես այստեղ կարծում եմ, որ այո, նախ որոշողը ժողովուրդն է եւ այո, դա էլ է իդեպ Ադրբեջանի պահանջային առումով, որ Իլհամ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ իրեն չի բավարարում Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, պետք է հայ ժողովրդի համաձայնությունը, իսկ պայմանավորվածություններին, իսկ համաձայնությունը կարող է արտահայտվել հանրաքվեով եւ այո, այդտեղ որոշող դերը այս հանգրվանում եւ այս կետում լինելու է ժողովրդին է, դրա համար սրանից առաջ էլ մեր գործողությունները այդ պայմանագրին ծանոթանալը, իրազեկման աշխատանքներ իրականացնելը, հարց ու պատասխանների հնչած հարցերի մեծամասնությունը, ելույթները վերաբերում էին հենց այս իրականությունը մարդկանց ներկայացնելուն։ Մենք կարծում ենք, որ դա այն գլխավոր հանգրվանը, որտեղ պիտի որոշվի խոշոր հաշվով Հայաստանի ճակատագիրը։ Եվ այո, մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի եթե նշանակվի Հայաստանում սահմանադրական հանրաքվե, այդ հանրաքվեն տապալվի ու ժողովուրդը այո գնա եւ որոշի մերժել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ձեռք բերած պայմանավորվածությունները։ Ես կարծում եմ, որ մենք դեռ այն կետում չենք, որ 100,000-ավոր մարդիկ կողմ են լինելու Իլհամ Ալիևի պահանջներին, մենք այն կետում չենք, որտեղ 100,000-ավոր մարդիկ կողմ են լինելու Իլհամ Ալիևի հակով սահմանադրություն կարելուն, դրա համար այո որոշող ժողովուրդը պիտի լինի եւ սահմանադրության փոփոխության համար պետք է շուրջ 700,000 մարդու կողմ քվեարկությունը եւ մասնակցությունը, իրենք հիմա խնդիր ունեն այդ առաջադրանքը լուծելու, դա Ալիևն է իրենց պարտադրել, մենք խնդիր ունենք դա խափանելու եւ այդ ուղղությամբ անելու ենք ամեն ինչ։ Հայաստանում չի կարող լինել Իլհամ Ալիևի պահանջով սահմանադրություն։ Դա նշանակում է հայկական պետության ավարտ։ Հիմա երբ հայկական կողմը այսպես պաշտոնապես հայտարարում է, որ պատրաստ է սահմանադրության նախաբանից հանել հղումը հռչակագրին, ինչ է կարծում Ադրբեջանը պատրաստ կլինի գնալ ստորագրել այդ խաղաղության փաստաթուղթը, թե ամեն դեպքում սպասելու է այսպես մինչև ամեն ինչ փաստաթղթավորվի։ Ադրբեջանը որքան տեսնի, որ ինքը հոխոր տալով, պահանջելով, կրակելով կարողանում է ավելի շատ զիջումներ կորզել, այնքան ավելի շատ է հոխոր տալու, կրակելու, երկարաձգելու որևէ ստորագրություն ընդհանրապես, եթե դա երբևէ լինի, որ ստանա ավելի շատ զիջումներ։ Իր պրակտիկան ցույց է տալիս, որ մի քանի սպառնալիքը
Այսինքն ո՞ր մի պահանջն Ադրբեջանի մերժվել բանակցային գործընթացում ի վերջո։ Ինչ է պահանջել, որ չի իրականացվել։ Եվ եթե այդպես է, ինչու պիտի այդ պահանջները չավելանան։ Ադրբեջանը հակված է լինելու շարունակել իր այդ քաղաքականությունը, որտեղ տեսնում որ դիմադրություն չկա, պահանջները բավարարվում են։ Դրա համար այդ պահանջները միայն ավելանալու են։ Կստորագրի թե չի ստորագրի, դա այլ հարց է, եւ կստորագրի այն պարագայում, եթե տեսնի, որ այնպիսի աշխարհակահաղական փոփոխություններ կան, որոնք գետնի վրա իրավիճակը կարող են փոխել, եւ ինքը ուղղակի կցանկանա, որ մի թուղթ ունենա, որտեղ ֆիքսվում է այդ ձեռքբերումները եւ որևէ կերպ դուր չի փակվում իր հետագա պահանջների համար։ Ադրբեջանի նախագահը կարողացել է հիմա Փաշինյանին այդպիսի թուղթ բանակցել։ Եթե այսօր էլ ստորագրի, Ադրբեջանը դրանից որևէ վնաս չի կրելու։ Հայաստանը դրա փոխարեն պարտավորվում է միջազգային դատարաններից հայցեր հետ քաշել, երրորդ կողմի զորքեր չտեղակայել, պարտավորվում է սահմանադրությունը փոխել արդեն բանավոր պայմանավորվածությամբ, համաձայնել է Ադրբեջանի պահանջին ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, այսինքն ասում են փոխադարձել էլի ամեն ինչ, հայցերը օրինակ իրենք էլ են հետ քաշելու, մյուս պահանջներն են։ Օրինակը հենց քիչ առաջ էլ ելույթում բերեցի, այսպես փոխադարձաբար կարող ենք պայմանավորվել, որ Սևանը չօգտագործենք։ Կողմերը պայմանավորվում են, որ Սևանը չեն օգտագործում։ Փոխադարձաբար պայմանավորվում են հրաժարվել, չգիտեմ, Սյունիքի մարզից։ Փոխադարձաբար պայմանավորվում են հրաժարվել Իսկանդերի կիրառումից։ Դա հիմա այդ պայմանավորությունն է վնաս։ Երրորդ երկրների զորքեր չտեղակայելու կետը փոխադարձաբար որ պայմանավորվել են, ում է վնաս։ Հա, Ադրբեջանը կարողացել է այնպիսի ձևակերպումներ անել, որը իրեն ոչ մի բանով չի սահմանափակում միայն Հայաստանին։ Հիմա ոչ են կանգնելու գովենք Ադրբեջանը ինչ լավ բանակցող է, բայց այդ թուղթն է ստացել։ Այդ թուղթն է արդյունքում ստացել, որի կետերի կատարումը վնասը միայն Հայաստանին։ Ադրբեջանը չունի երրորդ կողմի զորքեր տեղակայված իր սահմանին, դրա կարիքն էլ հիմա չունի։ Այսինքն էս է հարցը, որ ասում են փոխադարձաբար ով է էթնիկ զտում իրականացրած կողմը։ Ադրբեջանն է։ Հիմա երբ որ հայցերը գետ են քաշում էթնիկ զտման մասին, դա ում է ձեռնտու։ Ու սահմանափակում է արդյոք որ Ադրբեջանը այդ կետից հետո հայցեր նոր չի ներկայացնելու։ Ոչ, Բաքվի դատավարությունը դրա մասին է։ Այսինքն հիմա այս պայմանավորվածությունները հարց եմ տալիս, ում են ձեռնտու։ Ձեռնտու են Ադրբեջանին, որ դրա համար էլ արդեն մի տարուց ավելի չեն կարող պատասխանել, ինչ է ստանում Հայաստանը։ Հիմա մյուս պահանջներից մեկն էլ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է։ Հայաստանն ասում է, սա մեզ համար ըստ էության հասկանալի օրակարգ է, որովհետև նաև պատրաստ ենք փակել Ղարաբաղյան հակամարտության էջը։ Ինչով է սա վտանգավոր։ Նախ հարց առաջանում ինչու ենք մենք շտապում լուծարել Մինսկի խումբը, որը միշտ եղել է Ադրբեջանի պահանջը, այն ժամանակ, երբ Մինսկի խմբի անմարխագահ երկրների հարաբերություններում կա դրական դինամիկա, կան բանակցություններ եւ խոսում են նաեւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, մեր տարածաշրջանային նկատի ունեմ։ Հակամարտություն չկա նաեւ Մինսկի ով ասաց որ ոչ թե հակամարտություն կա, խնդիրը լուծված է, նրա համար կյանքի էր կոչվել Մինսկի խումբը, չէ՞ որ Մինսկի խումբը կյանքի էր կոչվել լուծելու Արցախում Արցախյան հակամարտությունը, որի սուբյեկտը Արցախի ժողովուրդն է։ Այդ ժողովուրդը էթնիկ զտմանն է ենթարկվել, տեղանայել։ Մինսկի խմբի կարիք հիմա ավելի շատ կա, քան երբևէ եղել է նախկին 30 տարիների ընթացքում։ Ով է ասել, որ հիմա ավելի քիչ կա դրա կարիքը։ Ինչով է դա վնաս կամ ինչ հետևանքներ ունի, Հայաստանը դարձել իզոլացվում է, այսինքն տեսեք, պարտված երկրներին է միշտ ձեռնտու շահեկան ներգրավել նոր դերակատարներ իր շուրջ, որոնք իր պահանջները կօգնեն առաջ տանել։ Հաղթող պետություններին դա սովորաբար պետք չի գալիս։ Հիմա Հայաստանը պարտվածի կարգավիճակում է, չի այդքան խուսափում միջնորդներ ներգրավել, հարթակներն օգտագործել, նախընտրում է Ալիևի հետ ուղիղ բանակցությունները, որ խանգարող չլինի այդ պայմանավորվածություններին։ Ում է ձեռնտու պարտված պետության քիչ ռեսուրս ունեցող պետության ուղիղ բանակցությունը հաղթող կողմի հետ, որ իրեն լկտի է պահում։ Սա է հարցը։ Հայաստանին ձեռնտու կլիներ Մինսկի խմբի հարթակում բանակցությունները շարունակվեին, որի բոլոր համանախագահ երկրների ներկայացուցիչները առանձին խոսել են Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, օրինակ։ Հետևաբար էլի նայեք, եթե Ադրբեջանն է մի բան պահանջում, տրամաբանական է, որ այդ պահանջի կատարումը շահեկան է իրեն։ Ադրբեջանը մշտապես պահանջել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Նիկոլ Փաշինյանը դա էլ է զիջել։